Այլույս իրելի եկեղեցի, ուրախ ենք, որ հավաքվել ենք այստեղ եկեղեցիով, ոչ թե եկեղեցիում, այլ եկեղեցիով, մենք եկեղեցով հավաքվել ենք այստեղ իրար հետ շփվելու, Աստծու հետ հաղորդակցվելու և մեր հոգով, սրտով, մեր էությամբ, մեր ամբողջ զորությամբ երկրպագելու և փառաբանելու մեր Աստծուն։ Եք Աստծու խոսքը ասում է, որ մենք ամբողջ մեր զորությամբ, մտքով, սրտով երկրպագենք, փառաբանենք Աստծուն, որովհետև նա միայն այդպիսի փառաբանության է արժանի, կիսատ բռատ փառաբանության արժանի չի։ Մեր ամբողջ էությամբ եկեք մոռանալով ամեն ինչ, գիտեք վստահելով և ապավինելով, որ Տերը գիտի քո խնդիրները, Տերը գիտի, թե ինչ է կատարվում քո կյանքում, բայց մենք պատվում ենք Տիրոջը լինելով այստեղ և տալով նրան մեր ամեն ինչը, մեր ամբողջ էությունը։ Եկեք ոտքի վրա սկսենք մեր այսօրվա փառաբանությունը և այսօրվա մեր պաշտամունքը, մեր ծառայությունը մի գեղեցիկ սաղմոսով 61-ի 1-4 հատվածով։ Ով Աստված, լսիր իմ աղաղակը, նայիր իմ աղոթքին, երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս, առաջնորդիր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձանից, որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը, թշնամու դեմ, ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ Եկեք մեր սրտի փառաբանությունը բարձրացնենք առ Աստված միասին։ Ամեն։ Եկեք առաջին երկով սկսենք եղբայրներ քույրեր, ճիր արքա հզոր։ Իջիր արքա հզոր անունդ պարավոր դուր որ քովեն ամենատեն Եհով ամեն դեր միշտ հաղթող եղիր մեր վրատիրով քեզ կաղաչենք իջիր Իիսուս Vergich, եղիր մեզ պահպանիչ, մեզ միշտ օգնենք, քու օգնությունդ մենք մեզի բարիս բնենք, քու վրատ մեր հույս տնենք, Տեր մեզ լսենք, իջիրով Սուրբ Ոգի և իմացուր մեզի վկայություն, թե Տեր մեզ կսիրենք, մեր սիրտն աղթում մի հեռանար մեզ մեր հոգի սիրուն, օգտու երկայմի մեծ գողություն քեզի անցուկ դրվի, քու պարկը դուր, որ մենք երկնից մեջ վայելենք, ու քեզ պարապանենք, Տեր երկնային, ու քեզ պարապանենք, Տեր երկնային։ Ալելույա, Փառք Տերոջը, եք շարունակենք պարապանել այս գեղեցիկ երգով և ասենք իրեն ով գա դեր քեզպես և ոչ մեկը Փառքը լայրասուն բանվան Ով գա դեր քեզպես և ոչ մեկը ով գա դեր քեզպես զորության փառքով լի ով գա դեր քեզպես արժանի փառքի բադվի կովերքի միասին երգենք ով գա դեր քեզպես և ոչ մեկը ով գա դեր քեզպես զորության փառքով լի ով գա դեր քեզպես արժանի փառքի բադվի կովերքի փառք Աստծուն Աստված արժան է փառքերի արևելքից արևմուտք Տերը մեծ արվի Տիրոջ անունը բարավորվի
արժան է պարկերի, արևելքից արևմուտ, Տերը մեծարվի, Տիրոջ անունը բարավորվի, կանգնենք և օրհնենք և նրան տանք ողջ փառքը, կանգնենք և օրհնենք և նրան տանք ողջ փառքը, կանգնենք և օրհնենք և նրան տանք ողջ փառքը, Աստված արժան է պարկերի, կանգնենք և օրհնենք և նրան տանք ողջ փառքը, կանգնենք և օրհնենք և նրան տանք ողջ փառքը, կանգնենք և օրհնենք և նրան տանք ողջ փառքը, Աստված արժան է պարկերի, Պարկասում, պարկասում, Աստված արժան է պարկերի, արևելքից արևմուտ, Տերը մեծարվի, Տիրոջ անունը բարավորվի, Պարկասում, պարկասում, Աստված արժան է պարկերի, արևելքից արևմուտ, Տերը մեծարվի, Տիրոջ անունը բարավորվի, ով կա դեր քեզ պես, Հալելույա, ոչ մեկը, հավատ շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան, այո հավատ ուրախ ենք որ որդի ենք և կարող ենք ամեն բան, Աստծո ուժով հավատ շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան, այո հավատ ուրախ ենք որ որդի ենք և կարող ենք ամեն բան, Աստծո ուժով հավատ, երկում ենք քեզ մեր Տեր, տալիս ենք կյանքը մեր, ապրում ենք քեզ համար, Հիսուս բրգիչ մեր, առաջ ենք մենք քայլում, ոչինչ մեզ չի բահում, օգնում ես ու հասնում, իմ կյանք ես դու, մեծ է հոգի, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձյալ է նա, մեծ է հոգի, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձյալ է նա, հավատ շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան, այո հավատ ուրախ ենք որ որդի ենք և կարող ենք ամեն բան, Աստծո ուժով հավատ շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան, այո հավատ ուրախ ենք որ որդի ենք և կարող ենք ամեն բան, Աստծո ուժով, մեծ է հոգի, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձյալ է նա, մեծ է հոգի, որ ապրում է մեր մեջ, հզոր ու բարձյալ է նա, հավատ շարժում ենք մենք սարերը և կարող ենք ամեն բան, Հալելույա, այո հավատ ուրախ ենք որ որդի ենք և կարող ենք ամեն բան, Աստծո ուժով հավատ, Հալելույա, թող Տերը մեր հավատքը ավելացնի, որ ապրենք իրեն համար, ամեն, երկինքը Աստծո փառքը կպատմի, արև աստղեր կխոսեն անոր հրաշագործությունների մասին, երկենք այս երգը և երկրբակենք մեր Սուրբ Աստծուն, երկինքը Աստծո փառքը կպատմի, արև աստղեր կխոսեն իր մասին, Աստված իր սերը մեզի կհայտնե, ինչպես
քեզ հայտնվեց լույսը խավարում չկա զրույց չկա նաև խոսքեր այս երկիրը լցված է իր խոսքերով արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսին հենց այսօր չկա զրույց չկա նաև խոսքեր այս երկիրը լցված է իր խոսքերով արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսին հենց այսօր երկիրը իր զորությունով շինել աշխարհը իմաստությունով հիմնել ամեն ինչ ողորմությամբ մեջ բերել բայց մարդը աստուծույց հրաժարվեց հաշվիր այսօր ոսիր դու մարդկային միշնորդ է քեզ որդին աստվածային նա քեզ համար խաչապայլին կանվեց և իրական փրկությունը կնեց հաշվիր այսօր ոսիր դու մարդկային միշնորդ է քեզ որդին աստվածային նա քեզ համար խաչապայլին կանվեց և իրական փրկությունը կնեց նոր երկեմ Աստծո մեծ պարգին հոժարական խոնարհվելով խոսքին ոչ միայն գեղեցիկ լավ խոսքերով թող փառավորվի Աստված մեր կյանքով չկա զրույց չկա նաև խոսքեր բայց երկիրը լցված է իր խոսքերով արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսին հենց այսօր չկա զրույց չկա նաև խոսքեր բայց երկիրը լցված է իր խոսքերով արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսին հենց այսօր արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտեր ընդունելու Հիսուսին հենց այսօր Այր Աստված գալիս ենք քո առջև Տեր, փառք ենք քեզ տալիս այսօր Տեր, քո եկեղեցում, քո առջև Տեր Աստված, երկրպագում ենք քո փառահեղ անունը Տեր Աստված։ Այն ամեն բաների համար, որ դու արել ես, այն օրհնությունների համար եւ նաեւ այն բանի համար, որ դու արժանի ես Տեր, ողջ փառքին եւ ողջ երկրպագությանը, երբ որ նայում ենք Եվ հասկանում ենք, թե ով ես դու քո խոսքը կարդալով եւ նայելով մեր շուրջը, տիեզերքին, աստղերին Տեր, հասկանում ենք, որ համեմատ չկա ոչ մի բան քեզ Տեր Աստված։ Դու ես միակը Տեր Աստված, Սուրբը, ամենազորը, ամենակարողը, որ արարված չես, այլ արարել ես քո խոսքի զորությամբ ամեն բան Տեր։ Դու խոսացել ես եւ տիեզերքը ստեղծվել է Տեր Աստված։ Ահա այդպիսին է մեր Տերը։ Փառք ենք քեզ տալի Տեր եւ շնորհակալ ենք, որ
լինելով ամենազոր կատարյալ Տեր եւ տիրակալ տիեզերքի դու չմոռացար մարդուն եւ ձեռք մեկնեցիր քո որդու միջոցով, ինչպես կարծացինք առավոտյան Տեր սկզբից, որ դու այն վեմն ես, որը բարձր է մեզանից Տեր։ Դու այն վեմն ես, որ եկար եւ որի վրա մենք կառուցել ենք մեր կյանքը Տեր Աստված։ Շնորհակալ ենք, որ տվել ես այդ ելքը, այդ ճանապարհը, որ մենք կարողանանք քեզ ծառայենք, կարողանանք քեզ Աբբա Հայր անվանել եւ քեզ փառք տանք քո տված, քո իսկ տված հոգով, որ ապրում է մեր մեջ Տեր։ Փառք ենք տալի քեզ դրա համար։ Փառք ենք տալիս, որ մենակ չես թողում մեզ Տեր։ Փառք ենք տալիս, որ ունենք խոստմունքներ, ունենք քո օրհնությունները, ունենք քո ողորմությունը մեր կյանքերի մեջ Տեր Աստված։ Փառք ենք քեզ տալիս, որ ունենք հնարավորություն այստեղ հավաքվելու Տեր եւ բարձրացնելու մեր ձայնը, մեր աղոթքները դեպի քեզ, մեր փառաբանությունը դեպի քեզ։ Փառք ենք տալիս այս տան համար, այս շենքի համար, որ դու տվել ես մեզ քո օրհնությամբ, քո ողորմած կամքի համաձայն, որպեսզի քեզ ծառայենք Տեր Աստված։ Եկեք կարդանք Աստծո խոսքը։ Ուրեմն առաջի Կորինթացիներին 1:4-9 Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում, այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետև նրանով հարստացանք ամեն բանի մեջ, թե խոսքով, թե գիտությամբ։ Քրիստոսի մասին վկայությունն այնպես հաստատվեց ձեր մեջ, որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը սպասելով։ Նա հաստատություն կպահի ձեզ մինչև վերջ, հաստատուն կպահի, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուսի Քրիստոսի օրը։ Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա որդուն մեր Տեր Հիսուսին Քրիստոսին հաղորդակից լինելու։ Ամեն Աստծո խոսքին, իրականում փառք Աստծուն, որ տվեց մեզ այն ինչ որ մեզ պետք է եւ մենք ունենք շնորհ Աստծո մեջ Քրիստոսով։ Կարող եք նստել, սիրելի եկեղեցի, եկեք ծանոթանանք մեր այս առաջիկա շաբաթների մեր բոլոր իրադարձություններին եւ ծրագրերին։ Շատ ուրախ ենք, որ այստեղ եք։ Գիտեք, այս ամեն մի օրհնությունը, ամեն մի ծառայությունը դա հնարավորություն է մեզ բոլորիս մասնակից լինելու, իրար հետ շփվելու, հաղորդակցվելու, բայց նաեւ ինչպես միշտ ասում ենք, որ աղոթքով սատարենք, աղոթքով փնտրենք, որպեսզի Աստծո կամքը լինի եւ Աստծո ողորմությամբ պտուղներ բերենք նրա արքայության մեջ։ Եվ պատահական չի, որ մենք մեր կիրակին սկսում ենք աղոթքով, ահա տեսնում եք, սա նոր սլայդ է, որ կողքի մեր տանը ամեն կիրակի ժամը 10-ին հավաքվում ենք, բոլորը հրավիրված եք մասնակցելու, տեսնում եք, տեղեր ունենք, այնտեղ աջ կողքի վրա, տղայիս կողքին մի հատ տեղ ունենք հենց քո համար, կարող ես գալ, մասնակցել եւ գիտեք, աղոթքը ցույց է տալիս այն ցուցանիշներից մեկն է մեր կյանքում, որ ցույց է տալիս, թե արդյոք մենք մեզանով ենք փորձում մեր հարցերը լուծել, թե Աստծով։ Երբ որ աղոթքը պակասում է, դա ցուցանիշ է, չափանիշ է մեր կյանքում, որ երևի ինչ որտեղ ինքնաբավ եմ դարձել։ Իսկ երբ որ շատ հեշտ է, գիտեք, երբ որ նայում ես, այսօր չեմ աղոթել կամ երեկ չեմ աղոթել։ Ուշադիր պետք է լինենք, որ չդառնանք ինքնաբավ, այլ մեր հույսը, մեր վեմը, ինչպես նոր կարդում ենք իրար հետ Սաղմոսի մեջ, չդադարի Հիսուս Քրիստոսը լինելու։ Մենք այս դարում շատ հեշտ է, որովհետև ամեն հնարավորություն ունենք, ամեն ինչ հեռախոսով սովածանում ես, ուտելիքը 15 րոպեից տունն է, այս թվում է, թե կարիք չկա ոչ մի բանի։ Բայց գիտեք, իրականում մեր ապագան եւ մեր ներկան կախված է Աստծուց։ Նրանից է մեր բարեկեցությունը, մեր առողջությունը, մեր կյանքը ամեն օր։ Դրա համար եկեք սկսենք աղոթքով, խնդրում եմ, եկեք միացեք մեր ժամը 10-ին կիրակի օրերը եկեղեցու կողքի տանը։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր որ սոցիալական ցանցերում ավելի ակտիվացել եք, որովհետև կարծեմ մի քանի կիրակի առաջ այստեղից խնդրեցինք, որ ավելի ակտիվ լինեք, որ լայք տաք, share անեք եւ ինչ որ կոմենտներ գրեք, դա մեծ տարբերություն է տալիս, որովհետև
այդ ամբողջ ալգորիթմը այնտեղ այնպես է կազմակերպված, որ այդ կոնտենտը, որ դնում ենք սոցիալական ցանցերում, տարածվի։ Եվ տարածվելը իհարկե նշանակությունը նա է, որ մարդիկ լսեն Աստծո խոսքը, մարդիկ լսեն մեր եկեղեցու մասին եւ կարողանան գան եւ իրենց բարեկամներին, սիրելիներին կարողանան բերեն, որպեսզի փրկություն գտնեն եւ ծառայեն, կծվեն եկեղեցուն։ Շարունակեք նույն ուրախությամբ, նույն էներգիայով, որպեսզի կարողանանք իրար հետ այդ ամեն ինչ անել։ Միջև տղամարդկանց սերտողությանը հասնելը նաև ուզում եմ ուղղակի հարց տալ, թե ովքեր մեր եկեղեցու հեռախոսահամարից այդ տեքստերը չեն ստանում։ Եթե չեք ստանում, խնդրում եմ բարձրացրեք ձեր ձեռքը եւ ես ձեզ կտամ հեռախոսահամարը վերջում, կմոտենամ եւ կարող ենք վերջում նույնիսկ էկրանին դնել, որպեսզի ստանա։ Կարող եք, բայց դու էլ չես ստանում։ Okay։ Դա այսինքն ընթացիկ մեր ծրագրերի հետ կապված, եթե փոփոխություններ ա լինում, հայտարարություններ ա լինում, մենք SMS ենք ուղարկում եկեղեցու բոլոր անդամներին, մենք ձեզ կտրամադրենք, կարող եք դուք էլ մասնակից լինել դրան։ Տղամարդկանց, եւ մենք ունենք տղամարդկանց եւ կանանց սերտողություն, գիտեք, սերտողությունը մենք քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցի ենք, քրիստոնեական բառը ուղղակի sense գեղեցիկ բառ չի, դա նշանակում է, որ մենք քրիստոսակենտրոն ենք եւ քրիստոսակենտրոնը Աստծո խոսքն է, խոսքակենտրոն ենք եւ դրա համար ունենք եւ տղամարդկանց եւ մյուս սլայդի վրա կարող եք տեսնել քույրերի կանանց սերտողություն 3 շաբթի օրը ժամը 7-ին եւ Կիրակի օրը ունենք արդեն կներեք ուրբաթ օրը ունենք արդեն համաեկեղեցական սերտողություն ժամը 7:30-ին, որին բոլորդ հրավիրված եք, ունենք Zoom տարբերակ, բայց մենք գերադասում ենք, որ անձամբ այստեղ հանդիպենք, խոսենք, շփվենք եւ հարցեր կարող ունենաք, իհարկե անձամբ ավելի շատ գերադասելի է։ Հրավիրված եք բոլորդ, Փիլիպեցիներին ուղված նամակն ենք ուսումնասիրում մեր ավակ հովիվի հետ առաջնորդությամբ։ Եվ մյուսը այսօր մենք ունենք երեկոյան շատ հրաշալի մի միջոցառում, որը կոչվում է հովի պաշտոնակոչություն, անգլերեն Pastors Installation, որ շատ կքաջալերեի, որ բոլորս գանք այստեղ ժամը 6-ին սկսում ենք, կարող եք մի քիչ շուտ գալ եւ մասնակից լինենք այս ծառայությանը եւ ունենալու ենք հյուրեր մյուս եկեղեցիներից եւ սա ավելի պաշտոնական կոչումն է մեր հովիվի, որպեսզի մտնի ծառայության մեջ, արդեն մտել է մեր կողմից սիրված, մեր հարազատն է, մեր ընտանիքի անդամն է դառել եւ սա գիտեք ինչ որ ձևական մի բան չի, սա ցույց ենք տալիս մեր համայնքի մեջ, որ մեր եկեղեցիով մենք այս գործը, որը տրված է Աստծո կողմից մեզ եւ մեր հովիվին մենք լրջությամբ ենք ընդունում եւ սա պաշտոնակոչություն է, գիտեք, պաշտոն չի, սա ես խաչը ճիշտ ասած երեկոյան դրեցի սլայդի վրա, խաչը գիտեք անձնազոհություն է եւ մեր հովիվը մեր համար լավ օրինակ է, որ անձնազոհ ձևով գանք եւ պաշտենք մեր Աստծուն եւ գիտեք մենակ ինքը պաշտոն չունի, բոլորս ունենք կոչումներ, պաշտոններ Աստծո մարմնի մեջ եւ եկեք միանանք իրեն եւ մենք էլ մեր կոչումները փնտրենք եւ անձնազոհությամբ, եսա մերժությամբ, դա նոր բառեր, ծառայենք մեր Աստծուն։ Սպասում ենք բոլորից, սիրելիներ ջան, եկեք հրավիրեք ձեր մոտիկներին, ամեն մի ծառայությունը Աստծո ավետարանի վկայություն է։ Տենց ծառայություն չկա, որ մենք չնշենք Աստծուն, Քրիստոսին, իհարկե մենք անում ենք սա նրա համար։ Մյուսը ուրեմն եղբայրներ ջան, ես կխնդրեի, որ ձայնը իջացնենք, ուղղակի վիդեոն կարող եք նվագել։ Մեր այցելությունն է առաջիկա, եթե սխմեք ինքը արդեն կնվագի։ Մեր առաջիկա այցելությունն է, ուրեմն անգլերեն ասում են Ուրեմն այս վայրը հայտնի է իր մի երկու բանով։ Առաջինը իհարկե, որ ունի այսպիսի գեղեցիկ հուշարձաններ քրիստոնեական թեմաներով, որը մեր առաջին նպատակն է, որ գնանք այնտեղ իրար հետ ծանոթանանք եւ հասկանանք պատմությունը վերհիշենք Աստվածաշնչից։ Շատ մեծ օրհնություն կլինի բոլորիս եւ իրար հետ իհարկե կշփվենք ճանապարհին, հաղորդակից կլինենք իրար, կճանաչենք իրար ավելի մոտիկից։
Եվ իհարկե այնտեղ նա այդ տեղը հայտնի է նաև խուրմայի հյութով, որը շատ հայտնի ինքը համբավ ունի այդ տարածքում եւ ամբողջ Կալիֆոռնիայում եւ իհարկե շատ հաճելի կլինի, որպեսզի կարողանանք համտեսենք եւ իհարկե ոչ միայն խուրմայի հյութ, այնտեղ իրանք ունեն ճաշարան, կարող ենք այդել տեսնում եք շփվել այնտեղ եւ հաց կիսել իրար հետ։ Դուք կարող եք ձեր հետ բերել ձեր ուտելիքը, ձեր լանչը, ճաշը, կամ մենք կարող ենք այնտեղ էլ իրար հետ, այսինքն հենց այդ ճաշարանից գնել եւ ճաշակել այդ ուտելիքը եւ խուրմայի հյութը։ Գնալը լինելու է այսպես։ Ուրեմն մենք ցանկանում ենք, որ ավտոբուս վարձենք, որը ընդամենը 28 հոգի տեղ ունի։ Այսինքն տեղերը սահմանափակ են լինելու, եթե տեղ չմնա, ուշանակ արդեն չկարողանա գալ կամ մեքենայով կարող է գալ անձնական, կամ եթե Աստված տա, եթե 28-ից շատ մարդ լինի, արդեն կարող ենք առանձին վեն վերցնենք, որը 10 հոգանոց է։ Գինը ինքը վճարը լինելու է $30, որը ընդամենը ճանապարհածախսն է փակում եւ իհարկե այնտեղ ուտելիքի հարցը արդեն կարող եք դուք բերել կամ ճաշարանից օգտվել։ Մոտեցեք Բերտային, Բերտա Քուրջան, քեզ ենք չէ՞ մոտենում։ Այո, արդեն ուրեմն այո։ Եթե մոտեցել եք, չէ՞ անունները արդեն ունեն գրած։ Եթե խնդրում ենք այսօր մոտեցեք իրան, եթե հետո եք ուզում վճարումը անեք, կարող եք տեքստով ուղարկել ինձ, ես ձեզ լինքը կուղարկեմ, այդպես էլ կարող ենք անել։ Բայց խնդրում եմ չուշացնեք, այսօրվանից տեղեկացրեք Բերտակրոջը, որպեսզի կարողանանք կազմակերպենք, որ իմանանք ավտոբուսով են գնում, թե վենով են գնում, թե ավտոբուս եւ վենով, թե մեքենաներով։ Այսինքն դա կախված կլինի մարդկանց քանակից, բայց ինչքան շատ, այդքան ավելի օրնված ժամանակ կունենանք իրար հետ։ Ամեն։ Սպասում ենք։ Ինձ կներեք։ Լավ, եկեք հիմա պատրաստենք մեր սրտերը, ես սլայդն էի ման գալիս, բայց չկա։ Մեր սիրո նվերները բերելու Աստծո առաջ, շատ երկար չեմ խոսի, գիտեք, սա մեր տունն է, սա մեր եկեղեցին է, իրար հետ այս բոլոր ծառայությունները, որ կազմակերպում ենք եւ ամեն ինչ որ անում ենք, Աստծո փառքի համար ենք անում, եկեք իրականում մեր սիրտը տրամադրենք, ստուգենք, որ այս ամեն ինչը անենք այդ սրտով, ուրախությամբ, ցնծությամբ, այն ինչ որ Աստված դնում է ձեր սրտի մեջ, ուրախությամբ, հանդարտությամբ կարող եք ձեր զոհաբերությունը, սիրո նվերները բերել եկեղեցի, սա մեր տունն է, մեր եկեղեցին է եւ իրար հետ կաղոթենք եւ կշարունակենք մեր ծառայությունը։
շնորհակալ ենք քեզ այս սիրող եւ զոհաբերող սրտերի համար Տեր, որ այս միջոցները հավաքում է։ Խնդրում ենք Տեր, որ ծառայեցնես ամեն մի գումար, ամեն մի դոլարը քո փառքի համար Տեր Աստված։ Ուղես քո ճանապարհներին Տեր Աստված, որպեսզի այս եկեղեցին լինի պտղաբեր, որպեսզի այս եկեղեցին այս համայնքի մեջ, որտեղ որ դու մեզ դրել ես Տեր, պտուղներ բերի, լինի իսկական քրիստոնեական առաքելություն եւ հայոց եկեղեցի Տեր Աստված, որ հասնենք Քրիստոսի ավետարանով մեր շրջապատում հայերին եւ մյուս ազգերին, բայց իհարկե առաջնահերթը մեր հայրն են, հայրի վրա ենք մեր ուշադրությունը, որպեսզի Տեր փրկվածների թիվը շատանան Տեր, որպեսզի կծվեն եկեղեցում Տեր Աստված եւ քո անունը փառավորվի Տեր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Քոհանում եմ քեզ ով դեր քո մեծ շնորհքին համար որ սուրբ հոգին բարգևեցիր մեզ օգնելու համար երկնքից չար ինչպես կրա եկեղեցին վարվեց պապակովա շագերտներին զորություն հագցրեց վերջին անցրևներն ենք ուզում ամացայն խոստումին զինավորին եկեղեցին հոգովը վերևից վերջին անցրևներն ենք ուզում ամացայն խոստումին զինավորին եկեղեցին հոգովը վերևից մեղքով խավարը մարդկանց մեջ անչափ է շատացել միակ ջարը սուրբ հոգին է որ նզշման բերի գոդրես նրանց կար սրտերը քո սուրբ հոգուց սուրով և բժշկես խոցվածները քո անսահման սիրով եկեք միասին վերջին անցրևներն ենք ուզում ամացայն խոստումին զինավորիր եկեղեցին հոգովը վերևից վերջին անցրևներն ենք ուզում ամացայն խոստումին զինավորին եկեղեցին հոգովը վերևից օգնության հասիրով ասված Հիսուսի անունով ըստ փոփիր եւ առաջնորդիր ամեն տեղ մեզ հոգով սրբիր այս իմ շրթունքները սեղանիդ կրագով
Տիրոջը։ Խոնարհենք մեր գլուխները եւ աղոթքով Աստծո առաջ գանք։ Ամեն մեկս մեր գտնված տեղերում մեր լուր աղոթքը բարձրացնենք առ Աստված։ Խոնարհվում ենք քո ներկայության մեջ, քո գահիդ առջև մեր երկնավոր Սուրբ Հայր։ Խոնարհվում ենք այս պահին եւ մեր սրտի լուր աղոթքն ենք բերում առ քեզ։ Ով սրտեր քննող, ով հոգիներ քննող Աստված, դու գիտես մեր սրտի մեջ եղած բոլոր տագնապները, հարցերը, հույզերը, մտահոգությունները, նաև գիտես բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, որ հավատքի կյանքի մեջ մեր առջև է եւ մենք դրա մեջ եւ դրա միջոցով փորձվում ենք։ Քո առջև ենք գալիս ինչպես որ ենք, ով Հայր, քո որդու Տեր Հիսուս Քրիստոսի բերած, մեզ համար իր կյանքը զոհած խոստումով եւ այդ խոստման իրականացումով գալիս ենք քո առջև եւ խնդրում, որ այսօր եւս քո ողորմությունը ցույց տաս։ Ներես մեր անձերը, մաքրես ու սրբես մեր կյանքն ու ընթացքը, մեր լեզուն, մեր շուրթերը, մեր միտքը, մեր սիրտը, Տեր, մաքրես բոլոր այն խոսքերից ու խորհուրդներից, որ խոսեցինք կամ մտածեցինք եւ դրանով քեզ փառք չբերեցինք։ Մաքրես մեր քայլերը, մաքրես մեր ձեռքերը, որպեսզի կարողանանք ամեն բան ծառայեցնել միմիայն քո անվանը դու փառքիդ համար։ Ով Աստված, մեր մեջ տագնապ դիր, մեր սրտի մեջ դիր տագնապ, սպասման տագնապ, սպասելու քեզ, սպասելու ամբողջական սրտով, հոգիով, սպասելու անհամբեր եւ մեր կյանքն ու ընթացքը ապրելու այդ երկյուղով, այդ սպասման երկյուղով։ Որպես եկեղեցի խնդրում եմ Տեր Աստված, որ ամեն մեկիս հիշես, այցելես եւ մեր գտնված վիճակի ընթացքի մեջ մեր լուր աղոթքները թող այսօր քո առջև ընդունելի լինեն եւ քո բարի պատասխանը տաս։ Մենք աղաղակում ենք մեզ հուզող, մեզ ցավեցնող հարցերի համար։ Հատկապես խնդրում եմ ընտանիքների համար, ովքեր հիվանդության ու ցավի միջով են անցնում եւ իրենց հարազատը իրենց առջև մաշվում է։ Աղաչում եմ Տեր, որ քո բժշկությունդ, քո բժշկարար ձեռքդ երկարես եւ քո բարի կամքիդ համաձայն բժշկես հոգիները, բժշկես մարմինները եւ դրա մեջ ու դրա միջոցով դու փառավորվես։ Համբերություն տաս են ընտանիքներին, ովքեր այդ դժվարությունների միջով են անցնում եւ ոչ մեկ ձևով չեն կարողանում օգնել իրենց հարազատին, բայց քեզ են հուսացել, հավատքը զորացնես Տեր, թե հիվանդի, թե ընտանիքի, թե նաեւ մեզ որպես եկեղեցի, որ կարողանանք անդադար առանց վհատվելու, առանց հուսահատվելու մեր աղոթքը բարձրացնել առ քեզ։ Աղոթում ենք բոլոր ընտանիքների համար, ովքեր այսօր սիրո պակաս ունեն, իրար հանդուրժելու, իրար ներելու, հարաբերությունները առողջ պահելու եւ սիրով ամրապնդված կյանքը շարունակելու այս դժվարություններն ունեն։ Խնդրում եմ Տեր Աստված, մեզ տաս իմաստություն եւ նաեւ հիշեցնես, որ դու ներող Հայր ես եւ կանչել ես նաեւ մեզ սիրո եւ ներողամտության կյանք ապրելու։ Քո առջև են գալիս Հայր եւ խնդրում կյանքի տարբեր փորձությունների ու փորձառությունների մեջ նաեւ մեզ ուղես։ Սոցիալական, տնտեսական, աշխատանքի ինչ հարցեր որ ունենք Տեր, ինչ դժվարություններ որ ունենք, ինչ ոլորտի մեջ որ կան, մեր հարաբերությունները, մեր նիստուգացն ու վերաբերմունքը, մեր ամեն բաները քո առջև ենք բերում եւ խնդրում, որ քո խոսքդ կենթանի եւ գործնական լինի մեր կյանքում։ Շնորհք արա Տեր, որ իսկապես գիտակցենք, եթե կա հնազանդություն խոսքին, կա հավատարմություն հավատքի կյանքի մեջ, կան նաեւ օրհնություններ, կա նաեւ առաջնորդություն քեզանից եւ քո միջոցով։
Շնորհքար որ այս գիտակցումով կարողանանք այսօր նաև քո առջև գալ խոստումով ավելի հնազանդ կյանք ապրելու, ավելի խոսքիդ վրա հենված կյանք ապրելու։ Հիշիր մեզ Տեր եւ քո ողորմությունը տարա։ Հիշիր նաև այս երկիրը, որտեղ ապրում ենք։ Հիշիր այս երկրի մեջ եղող բոլոր անց ու դարձը, ամեն բան քո ձեռքերիդ մեջ ենք հանձնում։ Մեզ օգնիր, որ մեր հայացքը քեզ պահենք, բայց նաև ապրենք լիարժեք եւ ամբողջական այս երկրի մեջ որպես քաղաքացիներ եւ մեր օրինակով, վարքով ու բարքով, նիստ ու գացով ցույց տանք մենք մեզ ու մեր պատկանելիությունը։ Ցույց տանք, թե ում ենք հավատացել ու ում ենք վստահել մեր կյանքը։ Նաև աղոթում ենք մեր հայրենիքի համար, Տեր Աստված, հայրենիքի սահմանների համար, այնտեղ ապրող ժողովրդի համար, մեր հարազատների, բարեկամների համար։ Խնդրում ենք, Տեր, որ շնորհք անես եւ ողորմությունդ եւ պաշտպանությունդ լինի մեր երկրին ու մեր ժողովրդին։ Պատերազմի մեջ եղող երկրները հիշես, Տեր Աստված, եւ պատերազմի հետևանքով տառապող մարդիկ հիշես, ովքեր ցավի, տագնապի, անապահովության միջով են անցնում եւ միակ աղաղակը հույսը դու ես, լսիր Տեր եւ քո բարի պատասխանը տուր։ Ինչպես որ ենք հայր, քո առջև ենք, ուղիր, շտկիր եւ նորոգիր մեր անձերը խոստմանդ համաձայն։ Ամեն։ Երկենք այս երկը եղբայրներ քույրեր երկրպագության հոգիով ներգայությանդ մեջ սիրտս կցնծա հոգիս կպերգրի ներգայությանդ մեջ կցնծա հոգիս կպերգրի ներգայությանդ մեջ հայտնեմ ես քո անձը ցույց տուր մեզ քո դեմքը տեսնենք քո բարգը լսենք քո ձայնը Լսենք քո ձայնը հայտնեմ ես քո անձը այժմ գիտեմ այժմ վստահ եմ թե դու հոսես մեր մեջ ներկա ես այժմ մեր մեջ ներկա ես այժմ վստահ եմ Տեր ասենք հալելույա 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 օրհնություն քեզ գոհություն քեզ օրհնություն քեզ, գոհություն քեզ, Հայր Որդի ու Սուրբ Հոգի, Հայր Որդի ու Սուրբ Հոգի, Հայր Որդի ու Սուրբ Հոգի։ Ամեն Աստծուն փառք իրեն եւ ամեն իր ամբողջական եւ լիարժեք կամքին, որ հայտնվեց մեզ իր որդու միջոցով։ Մեր սրտի խորքերում մեր աղերսը, մեր աղաղակը բարձրացնենք առ Աստված եւ ուզում եմ վստահեցնել ձեզ։ Աստված ծածուկ
աղոթքները, գաղտնի աղոթքները լսող եւ պատասխանող Աստված է։ Աստված լսում է մեր աղերսն ու աղաղակը եւ իր կամքի համաձայն, իր փառքի համար իր պատասխանն է շնորհում մեզ։ Եվ այդ պատասխանի մեջ, այդ սպասման մեջ թող ամեն մեկս մեր հավատքը զորացած, մեր հարաբերությունը Աստծո հետ ամրապնդած գտնենք։ Սպասեցեք Տիրոջ պատասխանին։ Այսօրվա պատգամը եւ առասարակ այսօրվա նյութը մեկ բառով եթե պիտի ամփոփեմ, արդեն քանի անգամ շեշտեցինք, սպասումն է։ Մենք որպես եկեղեցի գանչված ենք Քրիստոսին սպասող եկեղեցի լինելու։ Եվ այդ սպասման մեջ եւ այդ սպասման միջոցով պիտի այսօր նայենք, ինչ է այդ սպասումը, ինչին պիտի սպասենք, ինչպես պիտի սպասենք եւ մեր կյանքն ու ընթացքը որքանով պիտի նորոգվի այս սպասման մեջ։ Եկեք լսենք Աստծո խոսքը մեր հոգիների շինության համար այսօր։ Փիլիպպեցիներին ուղված նամակ 3-րդ գլուխ 20 եւ 21 համարներ։ Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Ամեն Աստծո խոսքին։ Հավանաբար այս երկիր մուտք գործելով որոշ ժամանակ սպասման մեջ եք եղել, ինչպես ես եւ իմ ընտանիքս։ Երբ որ մտնում ես օրենքների, կարգերի, բարքերի ընթացքի մեջ, բավական ժամանակ է առնում, մինչև օրինական ձևով փաստաթղթերը, թղթաբանությունը ընթացք է ստանում։ Եվ այս սպասման մեջ հավանաբար այդ անհամբեր սպասումն է ունեցել, որ երբ պիտի պատասխանեն, ինչ պիտի պատասխանեն, ինչպես պիտի պատասխանեն, ինչ պիտի լինի հաջորդ քայլս։ Վստահ եմ բոլորդ այս փորձառությունով անցել եք կամ գոնե լսել եք դրա մասին։ Առաքյալը այս հատվածի մեջ ցույց է տալիս, թե եկեղեցին մինչ այս երկրի վրա է, ինչ հոգեվիճակում, ինչ համոզումով եւ ինչ ընթացքով պիտի սպասի։ Եկեղեցական կյանքը միայն ծրագրերով ու ծառայություններով լցված կյանքը չի։ Եկեղեցական կյանքը իվենտներ չեն, որ կալենդարի վրա, օրացույցի վրա դնենք եւ տարեկան գդրվածքով ամեն ամսվա համար որոշենք ինչ ենք անելու եւ ծրագրեր իրականացնենք եւ վերջում էլ մեկ հատ այսպես նշան դնենք, որ արեցինք։ Եկեղեցական կյանքը Աստծո խոսքի վրա հենված Տեր Հիսուս Քրիստոսին սպասելու ընթացք է։ Այն եկեղեցին, որ այս սպասման երկյուղը անհամբեր վիճակը, հոգեվիճակը չունի, այդ եկեղեցին պետք է վերանայի իր պատկանելիությունը։ Որպես եկեղեցի, որպես անհատներ ու հավատացյալներ այս երկրի վրա, ինչ մաս ենք կազմում այս մեծ ընտանիքին, մենք պետք է վերանայենք մեր հավատքն ու ընթացքը եւ այդ վերանայման լավագույն կերպը դու սպասում ես, դու անձնապես, անհատապես այդ սպասման ընթացքի մեջ ես։ Այս ամսվա մեջ արդեն հաջորդ կիրակի կհիշենք, բայց այս շաբաթվա մեջ համբարձման տոնը պիտի նշվի։ Եվ այդ համբարձման ամբողջ խորհուրդը, նշանակությունը, իմաստը հրեշտակների կողմից տրված ավետիսի մեջ է։ Ինչու եք կանգնած նայում այն Փրկիչը, որին տեսակ երկինք բարձրանալիս նույն ձևով պիտի վերադառնա։
եկեղեցուն տրված պատգամը, եկեղեցուն տրված պարտականությունը, եկեղեցուն տրված առաքելությունը ավետարանը քարոզելուն զուգահեռ իր հայացքը երկինք պահած, երկինք հառած սպասել է փրկչին, որ պիտի գա։ Եթե այս համոզումը, այս հավատքը, այս սպասումը մեզանում պագասում է կամ գոյություն չունի, մենք պետք է մեր քրիստոնեական հավատքը ամբողջովին վերանայենք։ Չկա քրիստոնեություն առանց սպասման, եւ այդ սպասումը պասիվ սպասում չէ, ձեռնունայն նստել, ոչինչ չանել, հայերեն ասած նստել թախտին, սպասել, ոչ։ Քրիստոնեական առաքելությունը, քրիստոնեական առաքելության մեջ մտած եկեղեցին, որ մեր անունն է, ավետարանը քարոզելուն զուգահեռ այդ համոզումով սպասելն է, եւ այդ սպասելը նստած վիճակ չէ։ Նայեցեք առաքյալն ինչ է ասում։ Բայց մեր բնակությունը երկնքում է, սպասում ենք փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ Բնագրի մեջ բնակություն բառի փոխարեն ասում է քաղաքացիությունը։ Նորից չեմ կարող չանդրադառնալ։ Այս երկիր գալով գրեթե չկա մի հայ, որ չագնգալի, չսպասի եւ երազի պես չլինի, որ ստանա այս երկրի քաղաքացիություն։ Շատ հարցեր է լուծում այդ անձնագիրը, այդ կարգավիճակը, այդ պատկանելիությունը։ Այդ նույն ըմբռնումով մենք կանչված ենք մեր պատկանելիությունը ամրագրելու երկնքում։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ համար բոլոր ժամանակների մեջ եւ բոլոր ժամանակների մեջ ապրող մարդկանց համար, ովքեր հավատքով կգան դեպի իրեն, այդ կարգավիճակը տվեց խաչի միջոցով, իր որդուն զոհելով եւ բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքով կգան դեպի խաչը, նաեւ կանչված են հարուցյալ եւ համբարձյալ փրկչին սպասելու։ Այս հոգին փոխում է, այս հոգին վերափոխում է եկեղեցին այսօր երկրի վրա։ Այս հոգին օգնում է եւ այս հոգեվիճակը օգնում է, որ եկեղեցին սպասման մեջ լինի։ Մենք չենք սպասում իրերի, իրավիճակների, իրադարձությունների, մենք չենք սպասում, թե մեր աղոթները ինչպես պիտի պատասխանվեն, այո, բայց մեր առաջնահերթ այն կարևոր սպասումը առաքյալը 4 բառով է ասում, նայեցեք։ Բայց մեր քաղաքացիությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ 4 բառեր։ 4 բառեր, որոնք մեր բառամթերքի մեջ այնքան սովորական են դարձել, մեր աղոթքի, մեր խոսակցության, մեր հարաբերությունների մեջ, հոգևոր զրույցների մեջ մենք անընդհատ այս բառերն օգտագործում ենք, բայց դրա խորությունը, դրա լիությունը, դրա նշանակությունը պետք է նաև ապրել։ Այսօր այս բառերի համար որևիցե մեկս չենք տուգանվում, դատվում, պատասխանատվության ենթարկվում։ Այն օրերի համար այս արտահայտությունները բերել կողքի մեկ նախադասության մեջ ինքնադատապարտում էր։ Գիտեք ինչու։ Որովհետև Պողոսի օրերում, երբ որ Պողոս գրում էր այս նամակը, գրում էր Փիլիպեցիներին։ Փիլիպեի եկեղեցին հռոմեական գաղութ էր։ Հռոմի տիրապետության տակ կար միայն մեկ փրկիչ, կար միակ մեկ Տեր, կար միակ մեկ օծյալ կայսրը։ Այս տիտղոսները պատկանում էին միմիայն կայսրին։ Եվ որևիցե մեկը, որ հանդգներ այս տիտղոսները վերցնելու կամ վերագրելու կամ վերապահելու ուրիշ մեկին, հանցավոր էր։ Գիտեք ինչու, որտեվ հռոմեական խաղաղությունն էր վտանգվում։ Հռոմեական կայսրն էր կանչված ապահովելու, վերահսկելու, ամբողջացնելու իր տիրապետության տակ եղող բոլոր հպատակների անվտանգությունը, ապահովությունը եւ խաղաղությունը։
Մի հարցրեք ինչ ձևով։ Պատերազմի, հարկերի, турքերի եւ վերահսկողության։ Առաքյալը եկեղեցուն հիշեցնում է ընթացքի մասին, Քրիստոսանման, Քրիստոսի միտքը ունեցող եկեղեցին, անհատները գանչված են սպասելու փրկչին երկնքից։ Ի տարբերություն այս աշխարհի վրա, ի տարբերություն այս երկրի վրա եղած կարգերի, բարքերի, կարգավիճակների, որոնք ինչ որ չափով մեզ ժամանակավոր ապահովություն, անվտանգություն, երաշխիք են տալիս։ Առաքյալն ասում է, մենք կանչված ենք այլ հարթակի վրա սպասելու, այլ հարթակի վրա մեր ընթացքը եւ մեր գործողությունները ապրելու։ Եվ այդ հարթակը երկինքն է։ Սպասելու այս ընթացքը, ինչպես որ ասեցի, пассив սպասում չէ։ Բառը ինքնին նշանակում է անցկագին, քո ամբողջ էությամբ, կյանքով, ընթացքով, եթե կուզեք ավելի պարզ, անհամբեր սպասել, անհամբեր սպասել։ Որպես հավատացյալներ հետաքրքրական փորձ կարող ենք անել հիմա եւ այդ փորձը միայն հարցման ձևով։ Եթե կան բաներ, որ քեզ կապում են այս երկրի վրա եւ դու դժվարությամբ պիտի թողնես, որպեսի երկինք գնաս, ուրեմն պիտի նայես հավատքդ։ Եթե կան բաներ, որոնք քեզ կապում են այս երկրի վրա եւ դու ակնկալում ես, սպասում ես, որ դեռ պիտի շարունակես դրանց մեջ ու դրանց միջոցով կյանքդ, ընթացքդ դասավորել, կազմակերպել, բայց դրա դիմաց երբ որ գալիս է սպասումը փրկչին եւ նրա գալուստը, որ շատ մոտ է, եթե մտքիդ մի ծայրով ասում ես դեռ մի արի, դեռ սպասենք, դեռ թողես վիճակի մեջ մնանք, եթե այս հոգի վիճակի մեջ ես, հավատքդ վերանայիր, խնդրում եմ։ Առաքյալը այս նամակի մեջ ասում է, ետին եղածները թողնելով արջևի եղածներն եմ ձգտում։ Ինչ որ ունեի, ինչ որ եմ, անցյալ է, ետին է, կապված չեմ դրանց հետ։ Դրանք պետք են ապրելու համար, դրանք պետք են ընթացքի համար, դրանք նաև առաքյալը գործած այդ շատ տեղերում, ինչպես օրինակ իր Հռոմի քաղաքացի լինելը, բայց երբեք դրանցից կարճած չմնաց, որովհետև առջևում այն կարևոր նպատակը սպասումը եւ ակնկալիքը ուներ։ Այն կարևոր, որ մղեց իրեն իր կյանքն ու անձը վտանգելու։ Կայսրին տրված տիտղոսները վերապահեց, չթաքցրեց, հայտարարեց եւ տվեց փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին։ 21-րդ համարում առաքյալն ասում է, որ մեր խոնար մարմինը պիտի նորոգի եւ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։ Ես սկսեմ վերջի բառից։ Ամեն բան հնազանդեցնելու է իրեն։ Առաքյալ այս միտքը արդեն հնչեցրել է երկրորդ գլխում եւ ցույց տվել, թե ինչ է նշանակում մեր խոնար մարմինը։ Մեր խոնար մարմինը չի նշանակում, օ ինչ համեստ մեկն եմ ես, իմ կյանքով, վարքով։ Մեր խոնար մարմինը նշանակում է այն, ինչ որ Քրիստոսի համար է գրված։ Իսկ երկրորդ գլխի 5-րդ համարից սկսած կոչ է արվում, նույն միտքը ունեցեք, ինչ որ Քրիստոս, որ մեծ բան չհամարեց Աստծուն հավասար լինելը, այլ իր անձը ունայնացրեց, խոնարհվեց, ծառայի կերպարանք առավ։ Մեր խոնար մարմինը ցույց է տալիս, որ Քրիստոս եւս այս փորձություններով ու վիճակներով անցավ, ինչի միջով մենք ենք անցնում, բայց հավատարիմ գտնվեց։ Մեր խոնար մարմինը նշանակում է, որ այս մարմինը խոցելի է, այս մարմինը վտանգված է, այս մարմինը տեղի պիտի տա շատ եւ շատ իրավիճակների մեջ։ Դրա համար կարճելու ոչինչ չունենք, որ այս մարմնի մեջ ու այս մարմնի միջոցով փորձենք Աստծո հետ մեր հավիտենականությունը պատկերացնել։
Մեր խոնար մարմինը նշանակում է, որ հիվանդությունը, ցավը, դժվարությունը, նեղությունները պիտի գան ու հարվածեն, դրա համար մեր սպասումը պիտի լինի ավելին, քան այս կյանքը եւ այս երկիրը։ Սխալ չհասկանաք, քրիստոնեական կյանքը ուրախությամբ լի կյանք է։ Քրիստոնեական կյանքը Աստծո հետ այս երկրի վրա իր փառքի համար ապրելու ընթացք է, բայց ոչ երբեք կարճած մնալու, ոչ երբեք բռնված մնալու, ոչ երբեք հենվելու այն բաների վրա, որոնք կարող են հեռացնել մեզ Աստծուց։ Առաքյալն ասում է, ամեն բան հնազանդեցնելու է իրեն, ամեն բան հնազանդեցնելու է իրեն։ Եթե իր օրերի համար կայսրի հանդեպ վախը եւ այդ ամբողջական վերահսկումը մարդկանց զգոնության մեջ էր բահում, այսօր եկեղեցին մեր օրերի մեջ կանչված է այդ նույն համոզումով ապրելու, որ Աստված մի օր ամեն բան իր վերահսկողության տակ է առնելու ամբողջությամբ տեսանելի եւ շոշափելի ձևով։ Պողոս առաքյալ այս միտքը շատ ավելի գեղեցիկ ձևով օրհներգի պես է ասում։ Երկնքում երկրի վրա եղողներ եւ երկրի ստորոտում եղողները բոլորը խոնարհվելու են եւ հռչակելու, հայտարարելու Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր Հոր Աստծո փառքի համար։ Եկեղեցին սպասում է Քրիստոսին այն համոզումով, որ մեր խոնար մարմինը պիտի կերպարանա փոխվի եւ կերպարանակից լինի իր փառավոր մարմնին։ Մեր քրիստոնեական հավատքի ամբողջ էությունը սրա մեջ է, Տեր Հիսուս Քրիստոսին որպես օրինակ ունենալով։ Տերը ապրեց որպես մարդ այս երկրի վրա, իր կյանքով, ընթացքով ցույց տվեց, ինչպես պետք է մարդ այս երկրի վրա Աստծո փառքի համար ապրի։ Իր հնազանդությամբ, խոնարհությամբ եւ անմնացորդ կյանքով ցույց տվեց, թե ինչպես պետք է եկեղեցին այսօր իր առաքելությունն ու գործը իրականացնի։ Եվ որպես արդյունք Քրիստոս նաև իր հարությամբ ցույց տվեց, որ այդ հարության հույսը, խոստումը նաև տրված է մեզանից յուրաքանչյուրին։ Պողոս առաքյալ Կորինթացիներին ուղված նամակում եկեղեցուն է ասում. եթե ձեզանից ոմանք ասում են, որ հարություն չկա, կերեք խմեք, ձեր հավատքը պարապ է, ձեր հույսը փուչ, անիմաստ, եթե այս երկրի եւ այս կյանքի համար եք միայն ձեր հույսը Քրիստոսի վրա դրել։ Մենք կանչված ենք ապրելու մեր կյանքը Քրիստոսին մեր առջև որպես օրինակ ունենալու։ Կյանքը երբեք հեշտ չի եղել եւ չի լինելու, բայց Քրիստոսի հետ եւ Քրիստոսի միջոցով կարող ենք ապրել Աստվածահաճո ընթացք, անկախ բոլոր վիճակներից։ Ուր ես հիմա։ Ինչ հարցերով ես անցնում, ինչ մարտահրավերներ ունես, հիշիր, Աստված խոստում ունի քեզ հետ այդ նույն ճանապարհն անցնելու, լսելու եւ իր փառքի համաձայն, եւ իր կամքի համաձայն եւ իր փառքի համար իր բարի պատասխանը քեզ տալու, եւ դրա մեջ կարող ես գտնել ուժ, զորություն եւ խաղաղություն։ Առաքյալն ասում է, որ մեր մարմինները պիտի կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն բան հնազանդեցնում է իրեն։ Մենք չենք հավատացել տգար, թույլ, անկարող Աստծո։ Մենք չենք հավատում, որ Աստծո վերահսկողությունից որևիցե բան դուրս է մնում, որպես իրեն վստահած անձեր։ Մեր կյանքն ու ընթացքը, մեր այսօրն ու վաղը հավատացնում եմ ձեզ, այն խաղաղությունը, որ ինքը կարող է տալ, այն առաջնորդությունը, որ իր հոգու միջոցով կարող ենք ապրել այսօր, վեր է բոլոր այն պատկերացումներից, որ այս աշխարհի մեջ այլ հենարանների վրա հենվելով պիտի փորձենք մեր կյանքը կառուցել։ Քրիստոսին սպասող եկեղեցին ակտիվ, անհամբեր սպասման մեջ է։
եւ այդ սպասման մեջ իր միակ նպատակը ավետարանը քարոզելուն զուգահեռ իր հայացքը պահել երկինք ցույց տալու համար շուրջը եղող բոլոր անհատներին, որ մեր իրական պատկանելիությունը, մեր ինքնությունը, մեր վերջնական նպատակը ուր է եւ ում մեջ է։ Թող Աստված փառավորվի մեր կյանքով ու ընթացքով, թող Աստված փառավորվի մեր առաքելությամբ ու ծառայությամբ, թող Աստված փառավորվի նաեւ մեր միասնական սպասման մեջ։ Ամեն։ Եկեք Աստծո առաջ գանք եւ այս երգը կարծես տեղին է երգել այս պահին, հայտարարելու նաեւ մեր համոզումն ու հավատքը։ Մարդիկ ծնվում են այս աշխարհում, մարդիկ ապրում են այս աշխարհում, բայց ո՞րն է մեր նպատակը, մեր առաքելությունն ու գործը։ Եկեք ոտքի վրա միասնաբար երգենք այս երգը։ Ամեն, փառք Տիրոջ։ Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում ու չգիտեն թե ինչու են ապրում, մարդիկ ծնվում են մեղավոր երկրում ու չգիտեն թե ինչու են ապրում, ես պիտի ցույց տամ, ես պիտի ցույց տամ, ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի, ես պիտի պատմեմ, ես պիտի պատմեմ, ես պիտի պատմեմ ճամփան Հիսուսի, ով հավատա, նա կփրկվի, ով հավատա, նա կփրկվի, ով հավատա, նա կփրկվի, ով հավատա, նա կփրկվի։ Հիսուս ասված է եւ Աստծո որդի սերոպեների սուրբ դպարած որոշեց դառնալ նա մարդու որդի որ կյանքի գոչի քեջ մարդկանց մեռած ես պիտի ցույց տամ ես պիտի ցույց տամ ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսին ես պիտի պատմեմ ես պիտի պատմեմ ես պիտի պատմեմ սերը Հիսուսին ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի մարդիկ ճանաչեն ձեր ստեղծողին ու պարապանեք Հիսուս Քրիստոսին մարդիկ ճանաչեն ձեր ստեղծողին ու պարապանեք Հիսուս Քրիստոսին ես պիտի ցույց տամ ես պիտի ցույց տամ ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսին ես պիտի պատմեմ ես պիտի պատմեմ ես պիտի պատմեմ սերը Հիսուսին ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի ով հավատա նա կփրկվի Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու մնայուն շարունակական հաղորդակցությունը յուրաքանչյուրիդ հետ լինի։ Գնացեք խաղաղությամբ եւ խաղաղության ու սիրո Աստված պահապանե ձեզ։ Ամեն։